Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմիններն այսօր քրեական գործ են հարուցել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստի կապակցությամբ, ինչպես այսօր տեղեկացրել է Ղարաբաղի դատախազությունը, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ 1968 թվականին ծնված Շահբազ Ջալալօղլի Գուլիևը, ում արդեն մեղադրանք է ներկայացվել, եւ 1960 թվականին ծնված Դիլհամ Գարդաշխան Օղլի Ասկերևը։ Նրանք երկուսն էլ եղել են զինված ավտոմատներով, ատրճանակներով, իրենց խլացուցիչներով, ինչպես նաև նռնակներով։ Ղարաբաղի դատախազությունը տեղեկացնում է, որ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է։ Նշենք, որ հարուցված քրեական գործը գտնվում է Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն։ Ղարաբաղում հարուցված քրեական գործին այսօր ավելի վաղ անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարարը, նշելով, որ հանցագործություն կատարած անձինք պատժվելու են Հայաստանի օրենքների եւ միջազգային նորմերի համաձայն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները այսօր այդ խնդրի շուրջը քրեական գործ են հարուցել եւ նրանք պատասխան կտան եւ մեր օրենքների եւ միջազգային նորմերի պահանջների համաձայն։ Նշենք, որ հակադարձելով Ադրբեջանից հնչող այն պնդումներին, թե ձերբակալված խմբի անդամներին պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, այսինքն որ նրանք ենթակա են վերադարձման, ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հակադարձել էր, թե ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ։ Իսկ այս դեպքում անհերքելի ապացույցներ կան այն մասին, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Սեյրան Օհանյանն այսօր նույնպես ընդգծեց դիվերսիոն գործողության ընթացքում օգտագործվել են հանցավոր խմբեր։ Դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք որ ծանոթ են այդ տարածաշրջանի եւ նաեւ մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել։ Նշենք, որ Քարվաճարի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն հետախուզական գործողությունների արդյունքում սպանվել էր 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, ծանր հրազենային վիրավորում էր ստացել 37-ամյա Կարինե Դավթյանը, ով այժմ ծանր կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այն, որ ձերբակալված ադրբեջանցիները ռազմագերի չեն եւ հետեւաբար վերադարձման ենթակա չեն, մեծ զրույցում համոզմունք հայտնեց նաեւ ավելի քան 23 տարի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընդդեմ իրավական կամայականությունների կազմակերպության ղեկավար Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։ Հիմա իրենք ռազմագերիներ չեն, իրենք անձիկ են, ովքեր այլ երկրում գործել են ծանր հանցագործություն, մասնավորապես դա սպանություն եւ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, բացի դրանից ինչքան գիտեմ փորձ այլ վնաս բերող գործողությունների մեջ եւ դրանից բացի նկարահանումներ արգելված վայրերում կամ եւ այլ։ Ռազմագերիների եւ պատանդների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող իրավապաշտպանը զարմանում է, երբ լրատվական որոշ կայքերում կամ սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դառնում ձերբակալված ադրբեջանցիները դիվերսանտներ են թե ոչ։ Լարիսա Ալավերդյանը նշում է, թե չի կարելի այդքան անտեղյակ լինելով հանդերձ նման դատողություններ անել։ Վերջինիս փոխանցմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները միտումնավոր են նման արտաքինով անձանց ուղարկում դիվերսիոն գործողության, որպեսզի նրանք շատ չտարբերվեն տեղի բնակիչներից եւ կասկածներ չհարուցեն։ Ալավերդյանը մասնավորապես արձագանքում է ձերբակալվածներից մեկի Շահբազ Գուլիևի արտաքինի հետ կապված մեկնաբանություններին, թե փորով դիվերսանտ չի լինում։ Փորով գեներալ կլինի, փորով դիվերսանտ չի լինի։ Ես ուզում եմ հասկանալ, դա մեծ մասը այդպիսին է հենց զինվորականների, եթե խոսքը գնում է այդ տարիքի մասին, եթե խոսքը գնում է պատրաստվածի մասին։ Այդ ինչու մենք այդքան խելոք ենք, իսկ ադրբեջանցին խելոք չի։ Իդեպ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն գործողություններին ու հայկական բնակավայրերի գնդակոծմանը, նախկին օմբուդսմենը նշում է, Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ գործողությունների համար իրենց հայտարարություններով պարարտ հող են ստեղծում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ովքեր պարբերաբար խոսում են Ղարաբաղի ստատուս քվոյի վտանգավոր լինելու եւ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին։ Լարիսա Ալավերդյանը անընդունելի է համարում անգամ երկու կողմերի միջև փոխվստահության խնդիրը չլուծած նման հայտարարություններ անելը։ Չսանձած եւ որևէ ձևով Ադրբեջանի քաղաքականությունը
ակնհայտ մարդացիած, հայացիած եւ ռասիստական, նրանք արդեն հնչեցնում են այն բանը, որ եկեք այս անենք են անել։ Շատ կներեք, բայց կրկնում եմ, եկեք սկզբից Ջեյմս Օրլիկը եւ դեսպանը Ամերիկա այստեղ Էֆերնա, այս թող սկզբից ասեն, ինչի են իրենք հասել այս տարիների ընթացքում այդ մթնոլորտը ստեղծելու համար։ Ահա երբ որ իրենք ինձ ցույց տան այս չափերի այն արդյունքները, մենք կխոսենք մնացածի մասին։